Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է եւ մոտակա ժամանակներում խելքը գլուխը կհավաքի։ Կառավարության նիստից հետո հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանը։ Ստացվում է, որ միջազգային իրավունքը իր համար ոչինչ է։ Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի ամբիոնից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթը ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը բնորոշեց որպես Ադրբեջանի շահերը սպասարկող հայտարարություն։ Ղրիմի եւ Դոնբասի համատեքստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվան անտեղի շահարկումը Պորոշենկոյի կողմից ըստ Տիկին Ալավերդյանի պատմական փաստերի լրջագույն խեղաթյուրում է։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված համարելու Deloitte եւ Tush խորհրդատվական կազմակերպության հայտարարությունը համարում է սպասելի։ Իրենք ոչ պետք է ընդունեին, որ շատ կոպիտ սխալ են արել։ Գործադիր մարմինն այսօր հաստատեց 2016 թվականի պետբյուջեն։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ ՀՆԱ-ի իրական աճը հաջորդ տարի կկազմի 2.2%, իսկ դեֆիցիտը 3.5%։ Ծախսերի ընդհանուր գումարը ծրագրավորվել է 1 տրիլիոն 373.7 միլիարդ դրամ, եկամուտների ընդհանուր գումարը 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, դեֆիցիտը 197 միլիարդ դրամ։ Դալմայի այգիների նախկին սեփականատերերը կրկին կառավարության մոտ էին, պահանջելու իրենց փոխհատուցումը։ Նախկին սեփականատերից Վախտանգ Արշակյանը նշում է. Գոյություն ունի հողային օրենսգիրք, հողային օրենսգիրքով սահմանված է։ Հողը կարող են օտարել միայն այն դեպքում, երբ հողօգտագործողին տվել են համապատասխան փոխհատուցում, վերցրել են նախկին պայմանագրերը։ Դեռ պայմանագրերը մեր մոտ է, մեզնից չեն վերցրել, հողը օտարել են առանց մեր տեղեկության։ Ելույթ ունենալով Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան ժողովրդին եւ Միացյալ Նահանգների կոնգրեսին Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդկացիական օգնության համար, ընդգծելով, որ այն կենսական նշանակություն ունի Ղարաբաղի ժողովրդի համար։ Միացյալ Նահանգները Ղարաբաղին օգնություն են սկսել տրամադրել 1998 թվականին, այդ օգնությունը առ այսօր կազմել է $61 միլիոն։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։ Սյունիքի մարզի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչի միջնորդությունը Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել Միխայիլ Գորբաչովին։ Նա 1 միլիոն ռուբլի է պահանջում Գորբաչովից Կրեմլից հետո գրքում իր մասին տված մեկնաբանությունների համար, պնդելով, որ դրանք վիրավորել են իր արժանապատվությունը։ Կրեմլից հետո գրքում Գորբաչովը անդրադառնալով Ժիրինովսկուն գրել է, որ նա կարող էր ներգրավված լինել որոշ սադրանքներում։ Օրվա լրահոսը։ Կառավարության այսօրվա նիստում հայտնի դարձան Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառելու գործարքի հետ կապված որոշ մանրամասներ։ Հայաստանի իշխանությունները դիմել էին Տաշիր խմբի նախագահ մեր հայրենակից Սամվել Կարապետյանին քննարկել բաժնետերեր Ինտերրաո ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման հարցը։ Ընդառաջելով մեր խնդրանքին, կար ժամանակահատվածում Տաշիր խումբը բանակցեց եւ արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռքբերման պայմանագիր Ինտերրաո խմբի հետ։ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը հեծը գնելուց հետո պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունը, ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար։ Մինչ նիստը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել հեծը գնելու գործարքին։ Որոշման մեջ չի հիշատակվում սակայն Տաշիր գրուպի անունը։ Նշվում է, որ այն ձեռք է բերելու օֆշորային գոտում գրանցված Liormand Holdings Limited ընկերությունը։ Կառավարությունը 2 շաբաթ առաջ որպես գնորդ հենց այդ ընկերության անունն էր հայտարարել։ Կառավարության համաձայնություն եւ կառավարությունը իր որոշումը չի փոխել եւ այդ ընկերությունը, որը հայտարարվել էր կառավարության կողմից նախկինում, այդ ընկերությունն էլ գնում է։
Այսինքն օֆշորում գրանցված ընկերություն։ Ես չգիտեմ, գիտեք ինչ օֆշոր։ Հովիկ Աբրահամյանը գնահատեց նաև Deloitte եւ Tush ընկերության էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության վերաբերյալ առաջին հաշվետվությունը։ Այսպիսով կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա։ Իդեպ առայժմ չի հրապարակվում հեցի վաճառքի գինը։ Փորձագետների գնահատականներով գործարքը կարող է տատանվել 250-ից 300 միլիոն դոլարի սահմաններում։ Հայաստանը մշակում է Եվրամիության հետ ստորագրվելիք նոր փաստաթուղթը։ Գործընկերության եւ համագործակցության պայմանագիրը արդեն իսկ չի համապատասխանում Եվրամիության հետ մեր համագործակցության մակարդակին եւ կարիքներին եւ նոր պայմանագրի անհրաժեշտությունը խիստ է, նոր բանակցությունները կարծում եմ կավարտվեն հաջորդ տարվա առաջի երամսյակի մեջ։ ԵՏՄ անդամ Հայաստանը սահմանափակում կունենա Եվրամիության հետ առևտրի բնագավառում համագործակցության առումով։ Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամակցությունը պատճառ դարձավ ԵՄ հետ ասոցիացման պայմանագիրը չստորագրելու։ Ըստ Եվրոպայի վարչության պետի նոր փաստաթղթում անփոփոխ կմնա Հայաստանի համար առաջնահերթ մի քանի կետեր։ Մի շարք ոլորտներում եւ առաջ հենց դեր նշված ութավարություն, ցարադատություն, դատական համակարգ այդ դրան վերաբերվող մասերը գրեթե չեն փոխվելու։ Հայաստանը մինչև 2017 թվականը Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից 2.2 միլիոն եվրո աջակցություն կստանա երկրում ընտրական գործընթացների բարելավմանը, վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարին, բանտերում առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելուն միտված 4 ծրագիր իրականացնելու համար։ Մարդու իրավունքներին վերաբերող ծրագրի շրջանակում 200 քննիչ է վերապատրաստվելու, որպեսզի նրանք կիրառեն եվրոստանդարտներ վատ վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ բացառելու համար։ Կվերապատրաստի 700 բանտային աշխատակից, կվերազինվի 10 բուժկետ։ Այս տարվանից մեկնարկած ծրագրերով արդեն բավականին ֆինանսական աջակցություն է տրամադրվել։ Մենք արդեն 12 միլիոն եվրո գումար ենք տրամադրել բանտերում բարեկարգումներ անցկացնելու համար։ Կառուցել ենք տասնյակ քոլեջներ, ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն։ Աշխատում ենք նաև շուրջ 5 տասնյակ կոալիցիաների եւ պլատֆորմների հետ։ Նշենք, որ Հայաստանը նաև մասնակցում է Եվրամիության աջակցությամբ իրականացվող եւ մի քանի երկրներ ընդգրկող 14-ից ավելի տարածաշրջանային նախաձեռնությունների։ Հանրապետության հրապարակում այս կոշիկները վկայում են դաժան երևույթի մասին։ 30 կին կարող էին քայլելիս լինել այս կոշիկներով, եթե մահացած չլինեին ընտանեկան բռնության հետևանքով։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալներով վերջին 5 տարիների ընթացքում այդքան կնոջ կյանք ընդհատվել է դաժան վերաբերմունքի հետևանքով։ Արդյունքում մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի։ 2010 թվականին հոկտեմբերի 1-ին մահացավ Զարուհի Պետրոսյանը։ Այդ դեպքը նախադեպային էր, որովհետև դրանից հետո ընտանեկան բռնությունը սկսեց բարձրաձայնվել մեր հասարակությունում։ Այս տարվա առաջին կեսին ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 447 դեպք, իսկ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված դեպքերը տարեկան հասնում են 2000-ի։ Չնայած այս պատկերին Հայաստանում այդպես էլ չի ընդունվում ընտանեկան բռնության դեմ օրենքը։ Դա հնարավորություն կտա միանգամից միջամտություն իրականացնել եւ թե փրկել տվյալ կնոջը բռնությունից եւ թե փրկել նրա կյանքը։ Կառավարության շենքի դիմաց բողոքողների թվում էին նաև Նայիրիտ գործարանի նախկին աշխատակիցները, թեև աշխատավարձը ստացել են, բայց նրանք կրկին պահանջներ ունեն։ Այս գումարի վճարումը պայմանավորվեց ստրկացուցիչ մեկ պայմանագիրի ստորագրմամբ, որ աշխատակիցները բոլորը ստիպված էին ստորագրել Նայիրիտ 2-ի հետ պայմանագիր, որով իրենց իրավունքները տուժտուգանքի մասով բոլորը զիջում են Նայիրիտ 2-ին, առանց որևէ կապ ունենալ Նայիրիտ 2 գործարանի հետ։ Իսկ հաշմանդամություն ունեցող օդաչուները 2006-ից գումար չեն ստացել։ Հերթական անգամ դիմում են պատկան մարմիններին։ Մարդկանց ձեր փող չկա որ դեորայ գնեն։ Քաղաքացիներն այստեղ կհավաքվեն նաև հաջորդ 5 շաբթի կառավարության հերթական նիստի օրը։ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը կազմակերպելու մեջ։ Եթե պետությունը ինքը մասն չի այդ հովանավորության իշխանությունը միջև վերևի աստիճան հովանավորը չեն, այս վարքյանից սկսած պետք է իրենք պատժամիջոցներ կիրառեն։ Ես եմ մեղավորը, թող ինձ հավաքեն տանը, խնդիր չկա։ Որպես իր ասացի ապացույց նա վկայակոչում է հունիսին տեղի ունեցած իր եւ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը, որտեղ վերջինս սպառնում ու հայհոյում է իրեն։ Ըստ նրա Հայաստանում բարձի թողի վիճակի պատճառով առաջացել է անպատժելիների մի խումբ, ովքեր հանցագործություններ են կատարում ու օրենքը չի նկատում նրանց։ Մի հատ Հայրապետյան չի, երկու հատ Հայրապետյան չի, տասնյակներ են արդեն, ու այդ բանակը գնալով ավելի մեծանում
կորցնում է։ Չնայած իրավապահ մարմինները մինչ այս պահ հայտնաբերել են ազատամարտիկին ծեծի ենթարկած ընդամենը 3 անձի, նա չի աջակցում սեփական միջոցներով հանցագործներին գտնելու եւ պատժելու ազատամարտիկ ընկերների նախաձեռնությանը։ Մենք հաշվեհարդարի համար չէ, որ դուրս ենք եկել։ Մենք ունենք օրենք, մենք ունենք պետություն, մենք ունենք համապատասխան պատկան մարմիններ, որոնք որ պատժամիջոցներ կարող են կիրառել օրենքի սահմանում։ Ազատամարտիկի փաստաբան Տիգրան Հայրապետյանը քննության համար վտանգավոր է համարում Կենտրոն եւ Նորմարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը գրավի դիմաց ազատ արձակել ազատամարտիկին ծեծի ենթարկելու համար ձերբակալված Հակոբ Պետրոսյանին։ Հայրապետյանի պնդմամբ Պետրոսյանի ազատ արձակումից հետո այլևս որևէ հանցագործ չի հայտնաբերվել։ Երբ որ անձը հայտարարում է, որ քաղաքական քաղաքացիական հասարակական գործունեության համար են այսպիսի հարձակում տեղի ունեցել, մեր կարծիքով միանշանակ այստեղ անհասկանալի է մեր համար դատարանի որոշումը։ Մենք կբողոքարկենք։ Իդեպ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությանը, Ռուբեն Հայրապետյանը բառացիորեն նշել է. ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չեմ անդրադառնալու, բացատրություններ տամ։ Այսօր հոկտեմբերի 1-ին նշվում է տարեց մարդկանց համաշխարհային օրը։ ՄԱԿ-ը նման օրվա մասին հայտարարել է համեմատաբար վերջերս 1990 թվականին, կոչ անելով բոլոր երկրների պետական եւ մասնավոր կառույցներին լիարժեք եւ ներդաշնակ կյանք ապահովել բոլոր տարիքի մարդկանց համար։ Հայաստանում, որտեղ բնակչության տարեց մարդկանց թիվը անընդհատ աճում է եւ ըստ որոշ հաշվարկների 2030 թվականին կազմելու է 18%, այդ խնդիրը խիստ արդիական է։ Օրվա գլխավոր թեման։ Բանաստեղծ թարգմանիչ երաժիշտ ու ռադիոէլեկտրոնիկայի մասնագետ 84-ամյա Գուրգեն Տեր-Ավագյանի կյանքի իմաստը հենց նրա մասնագիտություններն են։ Մերգելյան ինստիտուտի առաջատար աշխատակիցներից է եղել, 3 հայտնագործության հեղինակ է, բայց այսօր ապրում է 47,000 դրամ թոշակով ու 17,000 դրամ նպաստով։ Եթե ես իմ հասանելիքը, որը տրվում է օրենքներով, նույնիսկ այդ հասանելիքը չեմ ստանում, լավ նայելը որն է։ Գուրգեն Պապը հպարտանում է իր տոհմածառով, Պապը Անդրանիկի ջոկատի քահանան է եղել, մասնակցել է բոլոր մարտերին, հայրը դաշնակցական է եղել, ինչի համար էլ արտաքսվել է Հայաստանից։ Գուրգենը ծնվել է Աքսորավայրում։ Աքսորավայրում ծնվածը այստեղ բռնադատված չի համարվում։ Ռուսաստանում Աքսորավայրում ծնվածը համարվում է բռնադատված։ Ամենամեծ արտոնություններից մեկը նա է, որ հասունացած տարիքից սկսած ամեն մի բռնադատված եղած տարին ժամանակամիջոցը բազմապատկված 3-ով համարվում է ստար։ Գուրգեն Տեր-Առաքելյանը երկար տարիներ պայքարել է բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար, սակայն ապարդյուն։ Դրանից հետո ես եկա այն եզրակացության, որ եթե դիմեմ այդ տեղականքից հետո, գալուց հետո դիմեմ, այնքան կփոխանցվեմ մի բաժնից մյուսը, այնքան ժամանակ կկորցնեմ եւ այնքան էներգիա կկորցնեմ, այնքան առողջությունս կկորցնեմ, որ հրաժարվեցի դրանից։ Պապն այլևս գիտությամբ չի զբաղվում, բայց շարունակում է ստեղծագործել, թարգմանություններ անել։ Ինձ համակարգիչը անձնական օգտագործման սկաների հետ միասին օդ ու ջրի նման է պետք։ Համակարգիչ չունենալու պատճառով ես այս գրքի վրա 25 տարի եմ աշխատել։ 2014 թվականի տվյալներով Հայաստանում մոտ 325,000 տարեց է ապրում, միայնակ տարեցները մոտ 14,000-ն են։ Որը կազմում է բնակչության ընդհանուր թվի 11.5%-ը, ինչը խոսում է այն մասին, որ մենք ծերացող երկիր ենք։ Ծերերի կեսից ավելին Հայաստանում կարիք ունեն տարբեր տեսակի խնամքի ծառայությունների, բժշկական, սոցիալական ու հոգեբանական։ Գուրգեն Տեր-Ավագյանը այս պահանջները բավարարելու համար անդամագրվել է Առաքելություն Հայաստան բարեգործական կազմակերպությանը։ Բուժքույրը, սոցիալական աշխատողն ու խնամակալը նրան այցելում են ու օգնում տարբեր հարցերում, իսկ մնացած ժամանակ Պապին միայնակ է, միայն իր կողքին Սարոյանի ու Նարեկացու ստեղծագործություններն են, ընթերցում է միշտ, անկախ տրամադրությունից։ Տարեց մարդկանց ճակատագիրը Հայաստանում որպես կանոն նախանձելի չէ։ Եվրոպայում նույնպես տարեց մարդկանց տոկոսը բարձր է, բայց զարգացած երկրներում մարդիկ անհամբեր սպասում են, թե երբ է գալու իրենց թոշակային տարիքը, որպեսզի ազատ կյանք վայելեն, շրջագայեն ու զվարճանան։ Մեզանում թոշակի անցնելը մի ողբերգություն է, քանի որ սովորաբար նշանակում է բոլոր առումներով դուրս մնալ կյանքից։
Խնդիրն իհարկե նաև հոգեբանական է։ Հասարակությունը համապատասխան պայմաններ չի ստեղծում տարեց մարդկանց լիարժեք ինքնադրսևորման համար։ Լավագույն զբաղմունքը համարվում է դրսում նստելը եւ նարդի խաղալը, չնայած 70-ն անց մարդկանցից շատերը դեռևս կարող են աշխատել եւ օգուտ բերել հասարակությանը։ Ավելին, թոշակային տարիքում կարելի է նաև սովորել։ Միայն մեր մտքի սահմանափակությունն է դրա դեմ ընդվզում։ Հայաստանում կարծես թե կան բազմաթիվ կառույցներ, որոնք զբաղվում են ծերերի խնդիրներով, այդ թվում բարեգործական ճաշարաններ, հիմնադրամներ, ոմանք զբաղվում են նաև տարեց մարդկանց ժամանցով, բայց դա շատերին չի բավարարում։ Թեև մեր հոգեբանության մեջ կա մեծերին հարգելու դրական հատկանիշը, շատերը մեծերին հարգում են հեռվից, այստեղ մնացած իրենց ծնողներին փող ուղարկելով եւ Skype-ով թոռների հետ զրույցներ կազմակերպելով։ Ամեքլուսի զրուցակիցն է սոցիոմետր կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, Ադիբեկյան, կարող ենք մենք մեզ հայաստանցիներիս անվանել ծերացող ազգ։ Միտումները կան այն առումով, որ ծնելությունը 2 անգամ կրճատվել է 80 թվականների համեմատ, երբ որ մենք ունենք 80 ծնունդ, հիմա դա հասել է 40,000-ի, այսինքն երբ որ այս տարիներում ծնվածը դառնա օրինակ 30-40 տարեկան, Հայաստանում կմնա մոտարապես 1,5 միլիոն բնակչություն։ Ճիշտ է, նվազել ավելի 30,000-երի մոտում, վերջի տարիներում մի քիչ աճ կա, արդեն 40-ը գերազանցել ենք, ու դա կարելի է երկու պատճառ տեսնել, նախ սոցիալ-տնտեսական վիճակի անկայուն վիճակը եւ ոչ պատշաճ մակարդակը, երկրորդը ամուսինների մի զգալի մասը Ռուսաստանում աշխատում են, կանայք այստեղ են, նոր երեխայի ծնունդը պրոբլեմային կլինի այդ ընտանիքների համար ու հայուներին մեղադրել դա կլինի սխալ, Ռուսաստանում ամենամեծ ծնելությունն ունեն չեչեն կանայք, երկրորդը հայուներն են։ Մեկ հայուն դեռ գարցա 2,4 երեխա, դա բավականին լավ ցուցանիշ է, որը ապահովում է տվյալ ազգի աճը։ Այնուամենայնիվ տարիքային կառուցվածքը կարող է պատահել այնպես, որ Հայաստանում թոշակառուները լինեն ավելի շատ, քան աշխատող մարդիկ, ծերերը ավելի շատ, քան երիտասարդները։ Երևի դա մի շրջան կգա, որ կլինի, բայց հետագայում երևի եթե ծնելությունը կրճատվի եւ այլն, ուրեմն մեր երկարակեցության առումով մենք արդեն մոտենում ենք ծերացող ազգերի ցվարանակին, դա 20%-ն է ինչքան, եթե 20-ից բարձր է, ազգը արդեն հավորում է ծեր, եթե որքան քիչ է, այնքան ժամանակ է, բայց երիտասարդ ժողովուրդներն էլ ունեն պրոբլեմ, որտեղ իրանք պետք է գալիք սելնին աշխատատեղ ցեղտեն, եթե չկա պրոբլեմա լինում ու սկսում են արտագաղթը, որ հիմա մենք տեսնում ենք ինչա տեղ ունեն Եվրոպայում։ Այսինքն պետք է լինի շատ դինամիկ ու հավասարացված տարիքային կառուցված, որ պետությունը կարողանա ապահովի գնացողների տեղը գանորել, բայց չեն շատ, որ պրոբլեմ լինի աշխատատեղ ստեղծելու եւ ոչ այն քիչ, որ այդ աշխատատեղերը զբաղեցնեն այլ ազգիները, որոնք կարող են ներգաղթել, ինչ արդեն մեզ մոտ դա արդեն նկատվում է։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր սոցիոմետր կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ Եվ Հայաստանի ներսում եւ դրսում որևէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն մարած քարտ է։ Նա որևէ հնարան չունի ոչ քաղաքական, ոչ սոցիալական։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման անվանելով շինծու։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել հոկտեմբերի 1-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Նյութեր Ամեքլուսի պահոցից։ 1997-ի սեպտեմբերի 30-ին ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը Պարուր Հայրիկյանին մեղադրում է նախագահ Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի հանդիպելու համար։ Հոկտեմբերի 1-ին Հայրիկյանը հակադարձում է, ես նրա հետ գաղտնի հանդիպելու կարիք չունեմ։ Գաղտնի հանդիպել կարող է նա, ով աթոռի է ձգտում, պաշտոնի է ձգտում։ Եվ այս շահարկում ուղղակի էժանացնում են քաղաքական գործին, որը կանացի բամբասանքների մակարդակի է անցնում։
Խոլերայի ճիրաններից օրերս ազատված Զարթոն գյուղը զրկվել է իր ապրուստի հիմնական միջոցից՝ բերքից։ 1997-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կարանտինի մեջ գտնվող գյուղի հողը 20 օր չի ոռոգվել։ 2100 գյուղացու պարտքերը խորանում են, նրանք ովքեր փրկել են բերքը կանգնել են մեկ այլ խնդրի առաջ։ Երբ իմանում են, մենք Զարթոնքից ենք, ուրեմն մենք իրանք չունենք շուկակային, ուրիշ ոչ մի բան չունեմ, հնարավորություն։ Գնացքի մեջ մեկը նստածել են, ասել են որտեղից ես թե Զարթոնքից։ Նույն րոպե գնացքի միջից ժողովուրդը լրիվ հեռացել են ասպակով։ Մեր աչքերին հիշատակ քացրի երկեր։ Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի որոշմամբ տարեցների միջազգային օրն է։ Տարեցփախստականների սենյորակումն իր անդամների համար խնջույք է кազմակերպել։ Տարեցների աչքերում սպասումն ավելին է, мնացած օրերին նրանք այստեղ միայն թեյ են խմում։ Ну к этому чаю хотя бы одну булочку, что мы отсюда ушли не морально удовлетворенные, вот всеми этими общениями, но еще сытыми домой. 1999-ի այսօրը Երևանում որոշում են տարվա վերջին Մոսկվայում անցկացվող էլիտ մոդել մրցույթի միակ մասնակցին։ Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մարինե Մարկոսյանը, մրցույթին մասնակցող 31 աղջիկներն էլ Երևանից են, մարզերն իրենց գեղեցկույներին չեն առանձնացրել։ 17 համարի տակ հանդես եկող գեղեցկույնի դեպ այն հարցին, թե ամենից շատ ինչ է երազում տեսնել, պատասխանում է Հիսուս Քրիստոսի գալուստը։ Մի քանի մարդու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը վերաքննիչ դատարանում այդ վճիռը բողոքարկում է չափազանց բարձր տրամադրությամբ։ Նա դատարան է մտնում ոտքի, դատարանն է գալիս բղավելով, նրան զվարճացնում է նաև, որ վերաքննիչում նույնիսկ մեղադրողը չի փոխվել։ թվականի այսօրը Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով մի շարք վկաների պարտադրում է ցուցմունքներ տալ իրենց հարազատների դեմ։ Սամվել Բաբայանի փաստաբանը դատավորին տեղեկացնում է, որ Ղարաբաղն ըստ Հայաստանի անկախության հռչակագրի Հայաստանի մաս է, որի սահմանադրությունն արգելում է նման բաները։ Դատավորը հակադարձում է, մենք առաջնորդվում ենք Խորհրդային Միության սահմանադրությամբ։ ՀԴՄ-ների տեղադրման դեմ բողոքողներն այսօր հավաքվում են ազգային ժողովի մոտ եւ փորձում հասկանալ, падգամավորները կողմ են տեղադրմանը, թե ոչ, ոչ ոք կողմ չէ։ Որոշումը յուկուտ ձեզ է, յուկուտ ժողովրդի։ Հանձինս ինչի համար։ Ոչ թե նրա համար, որ օրվա հացի խնդիր չի։ Ձեր համար օրվա հացի խնդիր է։ Բայց ինպես մտածողի համար դա արտագաղթը ավելի արագացնող մի կատալիզատորի դեր է կատարում։ Սա մեր բոլորիս տոնն է, քանի որ կյանքը շարունակվում է, ժամանակը թռչում է, իսկ սերունդները փոխում են միմյանց։ Առաջին տիկին Բելա Քոչարյանը 2001-ի հոկտեմբերի 1-ին տարեցների օրվա արդիվ նրանց հյուրն է Նորքի ծերանոցում։ Տիկին Քոչարյանը փորձում է հասկանալ, երջանիկ են նրանք, օրինակ 87-ամյա այս կինն ունի փեսացու։ 87 лет. А здесь бывают такие случаи, знаете, Я сейчас болею. 2007-ի հոկտեմբերի 1-ին օրինաց երկիրը հայտարարում է, որ հաջորդ տարվա նախագահի ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով։ Իհարկե խոսքը Արթուր Բաղդասարյանի մասին է, հայտարարում է ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Սավոյանը։ 2009-ի հոկտեմբերի 1-ին ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայցուկական արձանագրությունների մասին լսումների ժամանակ ելույթ ունեցողները իշխանություններին մեղադրում են դավաճանության եւ անզորության մեջ, իշխանություններին նույնիսկ կոչ են անում կախվել։ Եթե հանկարծ այս արձանագրությունները հաստատվեն եւ թուրքը հազատ մտնի Հայաստան, ապա ոչ ձեր փողերը, ոչ ձեր պաշտոնները ձեզ չեն փրկի եւ այդ դեպքում գոնե հասցրեք ինքնակամ ձեր հարցերը լուծել։ Ես չգիտեմ դուք օրորդ եք թե տիկին եք, բայց պիտի ձեզ խնդրեմ, որ մի քիչ կոռեկտ լինեք եւ այս բարձր ամբիոնը հավուր պատշաճի օգտագործեք։ 2012-ի հոկտեմբերի 1-ին փողերի լվացման մեջ մեղադրվող Վարդան Օսկանյանը ազգային ժողովում պաշտպանվում է իր անձեռնմխելիության հետևից եկած գլխավոր դատախազից։ Պարոն դատախազ, փողը գա։ Փողոք չկա։ Ոչ միայն փողոք չկա։ Այլ հակառակի բնթումը գա, այսինքն ստիպի հիմնադրամ բանը հանցմնը ասում է, հենց այդպես էլ պիտի լինի, մենք այդպես ենք ուզել։ Սա փոթորիկ է, ոչ թե ինչ-որ մի փոքր բաժակի մեջ։ Սա ֆիլիստ փոթորիկ չի, մատնոցի մեջ ասեմ։ 2013 թվականի 1 հոկտեմբերի 1-ին
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հակադրվելով Մարքսին կոչ է անում հավատալ էլեկտրաէներգիայի սակագանի արդարացիությանը։ Ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ Մարքսի տեսությունը ամենազոր է, որովհետև ճիշտ է։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Ու ընդհանրապես խորհուրդ կտայի, որ այդ Մարքսի կրեդոներից մեկն էր, կասկածիր ամեն ինչին, այստեղ այդ տեղը չի։ Այնուամենայնիվ պետք է հավատալ, որտեղ նրանք շատ բարձր մասնագիտական կարողություններ ունեն, ես ընդհանուր առմամբ Deloitte Touche ընկերության մասնակից։